Ողջույն սիրելիներս, հուսով եմ լավ եք։ Այսօր ուզում եմ մի փոքր գլուխ կովամ մեր եղանակը, չնայած նոր համ արև էր, համ մի փոքր կաթիլ անձրև էր գալիս, բայց դա մյուս անձրևների համեմատ ոչինչ է։ Հիմա այսօր մեր եղանակը տեսեք ինչքան լավն է, չնայած այսօր էլ մի փոքր խառնվելու, վաղվանից մի քանի օր դադարա լինելու, խոստանում են արև։ Տեսեք, այստեղ անգամ կաթիլները երևում է, որ անձրև էր գալիս, համ արև էր, համ անձրև էր գալիս, բայց հիմա արդեն տեսեք ինչ շքեղ եղանակը, ճիշտ է, մի փոքր ամպեր կա, բայց լավն է եղանակը, վաղվանից տաքանալու է ու խոստանում են գեղեցիկ լավ եղանակ։ Գնացել էինք Lidl, Mercadona, ճիշտ ասած Lidl-ում մի փոքր փորձեցի նկարել, բայց երաժշտությունը այնքան բարձր էր, որ ոչինչ չէր լսվում, իսկ Mercadona-ում էլ բավականին շատ ժողովուրդ կար, հիմա կիսվեմ, թե ինչ եմ գնել։ Առաջին գնումը, որ կատարել եմ, Lidl-ից է, սկզբում Lidl-ից ենք կատարել, կարգը չխախտենք, Lidl-ից է սկսենք։ Այստեղ այսպիսի խոզի միս եմ գնել, սա խոզի վզի միսն է, շատ փափուկ ու լավ է ստացվում ջեռոցում, մասերի եմ բաժանում, ջեռոցում շատ փափուկ է ստացվում, սա 2 կիլո 800 գրամ միս կա այստեղ, մանդարին, հիմա արդեն սեզոնը վերջանում է, մանդարինը երբեք շատ չի լինում, մանավանդ իմ համար, մանդարին եմ գնել, այստեղ կարակ, ելակ, 2 տուփ, այսինքն 2 կիլոգրամ ելակ, այստեղ կոնֆետներ, այսպիսի մոցարելա պանիր աղցանի համար, այստեղ գնել եմ սարդելկա, գերմանական սարդելկա է, շատ լավն է, միայն Lidl-ի այս տիպի սարդելկան եմ հավանում, լավն է, և այստեղ գնել եմ խուրմա, այս տեսակը շատ լավն է լինում, սա Lidl-ի գնումները։ Այստեղ էլ թե ինչ եմ գնել Mercadona-ից, լոլիկ եմ գնել, վարունգ, այստեղ պատրաստի արդեն կանաչիներ են, մաքուր պատրաստի աղցանի համար, շատ հարմար է իդեպ, սա եմ գնել բանան, թթվասեր, այսպես հաց, սև հաց է, սա կեֆիր է, շատ համով է, Mercadona-ինը, ամենահամովը Mercadona-ինն է, ինձ թվում է, կեֆիր եմ գնել, այս տեսակի երշիկ, կոչվում է ֆուետ է կոչվում ու շատ համով է, շատ համով է, այսպիսի մոցարելա տեսակի կերած պանիր, այսօր ջեռափուկ եմ սարքելու կարտոֆիլով և աղացած մսով, հենց սա էլ ինձ այսօր պետք է լինելու, այստեղ գնել եմ շաքարավազ, այստեղ երշիկ, գազար, այստեղ գունավոր բուլղարական պղպեղներ և գնել եմ այսպիսի սերուցք և նարինջ եմ գնել, սերուցքը և նարինջը հիմնականում վերցրել եմ, որոշել եմ սարքեմ նարնջով տիրամիսու, դա առանձին տեսանյութով, ես իմ ալիքում կտեղադրեմ, դա առանձին տեսանյութ, այս սերուցքը դրա համար եմ գնել, և նարինջ եմ գնել, ինչպես ասեցի, ուզում եմ նարնջով տիրամիսու պատրաստել, մոտավորապես 2 կիլո նարինջ է հարկավոր լինելու, այսքանը գնումների մասով, այսքանը այսօրվա իմ գնումների մասով, իսկ ես ուզում եմ մեկ անգամ ևս բոլորիցդ շնորհակալություն հայտնել ձեր լայքերի, ձեր բաժանորդագրվելու, կոմենտների համար սիրելիներս, շատ շնորհակալ եմ բոլորիցդ, անչափ շնորհակալ եմ, իսկ նախորդ տեսանյութից Անահիտն էր հարցրել, ես քեզ Անահիտ ջան արդեն պատասխանել եմ, բայց
մեկ անգամ եւս պատասխանում եմ, պոլո բասանոշկայի համար էի հարցրել, ես 37 եմ հագնում, 37 համարել պատվիրել էի, նորմալ չափի գալիս է, դուք հարցրել էիք մեծ պատվիրեմ ավելի, եթե 6 եմ հագնում, 36, թե նույն չափի, եթե 36 եք հագնում, կարող եք 36-ը պատվիրել, որովհետև ես 37 եմ հագնում, 37-ն էլ պատվիրել էի ու շատ նորմալ էր։ Ժողովուրդ ջան, ուղիղ 10 րոպե առաջ էր, որ ես գլուխ էի կովում, որ մեր մոտ վերջապես եղանակները բացվել է, տեսեք անձրև է գալիս, ճիշտ է, այդքան մռոլ չի երկինքը, բայց անձրևը արդեն գալիս է, եղանակը 5 րոպե, 10 րոպե մեկ փոխում է, նույնիսկ արդեն չգիտեմ լսվում է թե չէ, որովհետև միկրոֆոնը կարող է չլսվի, ամպերն են գորգռում, արդեն, շատ ուժեղ անձրև չի, բայց շատ չթողեց, որ ուրախանանք, այս էլ մեր այսօրվա եղանակի մասին։ Ջաշի համար էլ պատրաստելու եմ կարտոֆիլով և տավարի աղացած մսով ջեռեփուկ, կարտոֆիլը և մի փոքր աղով եփելու եմ, խյուսի եմ վերածելու, ավելացնելու եմ մի քիչ կարագ եմ ավելացնելու, մի փոքր սև պղպեղ և մի փոքր սխտորի փոշի եմ ավելացնելու, այդպես ավելի համեղ է ստացվում խյուսը, իսկ հիմա տավարի աղացած մսին մի փոքր բուսայուղով կտապակեմ, կավելացնեմ կամ կկտրատեմ սոխը կամ բլենդերով կանցկացնեմ, կավելացնեմ և արդեն համեմունքները աղ, սև պղպեղ, կարմիր պղպեղ, ինչ համեմունք, որ դուք ավելի նախընտրում եք։ Այստեղ պատրաստ է և արդեն կարտոֆիլի խյուսը և միսն է պատրաստ, հիմա ջեռոցի ամանի մեջ, այն ամանը, որը կարող եք ջեռոց ուղարկել, ջեռոցի ամանի մեջ պետք է հավաքենք։ Այսպիսի ջեռոցի ապակուծ աման եմ վերցրել, հիմա կարտոֆիլի խյուսի կեսը տեղափոխում եմ այստեղ։ Հիմա փորձում եմ մի փոքր այսպես հարթեցնեմ։ Առաջին շերտը հարթեցնելուց հետո հիմա այստեղ ավելացնում եմ ամբողջ միսը։ Միսն էլ տարածելուց հետո վրան ավելացնում եմ հաջորդ մնացած կարտոֆիլի խյուսի մնացած մասը և տարածում եմ։ Այստեղ երկրորդ շերտը տարածելուց և հարթեցնելուց հետո հիմա ես մի փոքր մայոնեզ եմ ավելացնում, կարող եք չավելացնել, բայց ավելի հյութեղ է դարձնում կարտոֆիլը ու ավելի լավ է կարմրելու, մինչև պանիրի ավելացնելը մի փոքր մայոնեզ եմ ավելացնում, ավելի համեղ է դարձնում։ Վերջում ավելացնում եմ, ինձ մոտ մոցարելա է, կարող եք որևիցե հալվող պանիր ավելացնել։ Եվ ուղարկելու եմ ջեռոց, քանի որ բոլոր բաղադրիչները արդեն եփված են, այնքան ենք պահելու, մինչև կարմրի գեղեցիկ գույն ստանա։ Ահա սիրելիներս, պատրաստ է մեր այսօրվա ջեռեփուկը, տեսեք ինչ գեղեցիկ կարմրել է։ Շատ համեղ է ստացվում, կարող եք փորձել։
Ժողովուրդ ջան, մեզ մոտ հազիվ եղանակը բացեց, հիմա մեր փոքրիկ Ռունիկի հետ գնում ենք պարկ մի փոքր զբոսնելու։ Տեսեք ինչ հրաշալի եղանակ է։ Երկար ժամանակ այսպես եղանակի չէինք հանդիպել։ Հիմա վայելում ենք, չնայած հեսա արդեն տաքերը կընկնի, շոգերը կգա, ամառը կգա, իմ ամենասիրած տարվա եղանակն է, գարուն ամառ, գարնան վերջ, որ արդեն տաք է լինում։ Կգա ու կվայելենք ամառվա շոգը։ Գնացինք Ռունիկ, գնացինք ման գալու, գնացինք։ Վերջապես հասանք մեր պարկը, մեր տանից մինչև այստեղ 2 կիլոմետր է մոտավորապես 1.9։ Քայլելով եկանք, հիմա պարկում բնականաբար սենց է պետքա լիներ այդ ցեխա անձրևից հետո այս վիճակն է, մինչև հազիվ ուզում է չորանա, երկրորդ անձրևն է գալիս, բայց այստեղ լավ է, ծետիկները ծլվլում են, մանավանդ առավոտյան այնքան լավ է լինում, այնքան դուրեկան է այս լռություն, որ լինում է մանավանդ, չնայած հիմա այն կողմի վրա մի քանի մարդ կա իրենց շների հետ, բայց հիմնականում այդքան աշխույժ չի, դե եղանակները այդքան է բարենպաստ չի եղել, որ մարդիկ դուրս գան։ Այս տարի խոտը, անցած տարիներին խոտը վառվում էր, այս տարի լավ խիտ աճում է, այնքան անձրև եկավ։ Լույսերն է վառեցին արդեն։ Դուրս եկանք բավականին լույս էր, մի անգամից մութը ընկնում է, չնայած մութ չի, բայց արդեն մթնշաղ է։ Արագ է կատարվում այդ անցումը, հեսա այս շաբաթվա վերջ, այս շաբաթվա վերջ արդեն մեր ժամերը կփոխեն։ Ժողովուրդ ջան, քիչ էր մնում տուգանվեի, որ ասում են մահացից էր մի պուճուր էր մնացել արդեն։ Ճիշտն ասած, որ մտնում ես պարկ, ցուցանակ կա, ցուցանակի վրա գրված է եւ նկարված է, որ կենդանիներին, շներին, դե հատկապես շներով են այստեղ գալիս, շներին չի կարելի բաց թողնել։ Ճիշտն ասած, բոլորն էլ համարյա թե բաց են թողնում, բայց եթե ոստիկանության մեքենա է գալիս, արագ կապերը կապում են։ Ես էլ որոշեցի Ռունիկին մի փոքր բաց թողեմ, ասի մի 10 րոպե, այստեղ մանկա գնանք տուն։ Ոնց էր մտել ոստիկանության մեքենան, հետևով էր երևի ու ձեն չէր գալիս։ Այս էլեկտրական մեքենաները ընդհանրապես ձեն չի գալիս, ոնց են շարժվում։ Իջավ ոստիկանը, ես արագ կապում այդ րոպեին, որ տեսա արդեն իջավ, ասում է կներեք, չի կարելի, ասում եմ, հա, գիտեմ, ներողություն խնդրեցի, ասում եմ առաջին դեպքն է, ասում է գիտեք չէ, 200 եվրո տուգանք է, ասում եմ գիտեմ, բայց առաջին դեպքն է, ասում է, հա, եթե երկրորդ անգամ ես տեսնեմ, հաստատ կտուգանվեք, ասեցի կներեք, շնորհակալություն վերջում հայտնեցի ու գնաց, լավ պրծակ ես անգամ։ Ու իրոք շատ ժամանակ ես շատ հազվադեպ է, որ կապը բաց եմ թողնում, որովհետև չի կարելի, կարգը այդպես է, բայց բոլորն էլ անում են, հենց տեսնում են ոստիկանության մեքենան արագ կապում են։
բայց այս անգամ իմ բախտը չբերեց ու շուռ գամ տեսնեմ ով որ ում շունը որ կապը բաց էր թողնված արագ արդեն կապել էին բոլորը արդեն տեսել էին մինչև իմ հետ խոսում է մնացածները կապել էին բայց ոստիկանության մեքենան հենց գնում է 5 րոպե հետո էլի բոլորը կապը արձակում են այստեղ հատուկ տեղ կա պարկի մեջ փոքր տեղ սարքած է ճաղերով դուռա, որպեսզի շանը մտցնես ներս, այնտեղ կարող ես բաց թողել, շունը խաղա, այդքան հատվածում միայն կարող ես բաց թողել, իսկ ամբողջ պարկում պետք է կապը անպայման ձեռքդ լինի։ Ես չեմ մտցնում այդտեղ, որտեղ Վռունիկը ոչ մեկի հետ չի խաղում, ոչ մի շան հետ չի խաղում, մտնում է 2 րոպե, հոտոտում է ու անմիջապես դուրս է ուզում գա։ Դրա համար ոչ այլ մտցնում եմ այդ վանդակի մեջ։ Մի դեպք էլ պատմեմ, մի քանի ժամանակ առաջ էր, ուրեմն ամուսնուս եկավ, մեզ եկել էինք պարկ, եկավ մեզ պարկից տուն տաներ, արդեն մի փոքր ուշ էր, եղանակն էլ լավը չէր, տուն տաներ։ Մեքենայի հետևի մասում եմ նստում, դե հեսա տուն էինք հասնելու մի 10 րոպե մեքենայով, ամրագոտին էլ չկապեցին ու միշտ մենք երկու ճանապարհ ունենք տուն գնալու, միշտ այդ մի ճանապարհով էին գնում, չգիտեմ ինչի այսօր այդ օրը որոշեց, որ պետքա այն միշտ ճանապարհով գնա։ Ու հեռվից տեսանք, որ ոստիկան է կանգնած։ Ես ամրագոտին քաշեցի, բայց բռնեցի, չհասցրեցի, որ գցեմ, ամրացնեմ, երևի տեսել էին հեռվից, գլուխը մտցրեց, ասաց թողեք ամրագոտին, ձեր ձեռքը թողեք ամրագոտի վրայից, որ թողացի, հալով գնաց իր տեղ ամրագոտին հետ գնաց։ Այդպես 200 եվրո տուգանվեցի ամրագոտին չկապելու համար հետևամասը նստած մարդը, անձը։ 200 եվրո, բայց որ 15 օր շուտ 15 օրվա մեջ լուծեցինք 100 եվրո կիսվեց, 50% զեղ չէր եղել։ Ճիշտն ասած գիտեինք 100 եվրոյա, 15 օրվա մեջ 50 եվրո, այն էլ չէ, ոնց որ տուգանքներն էլ ընդհանրացրել, 200 եվրո էր, կեսը 15 օրվա մեջ եթե մուծես 100 եվրո։ Ափսոսում ես, թեկուզ 50 եվրո, ափսոսում ես, որովհետև ոչ մի բան չես կարող անես, կարգը խախտել ես, պետք է մուծես, դու ես մեղավոր։ Իրոք, եթե մի երկու ավել բան հարցնես, ասես, ինչի, կարող է եւ արդեն ռավայից պունկտեր հանեն, իսկ դա ավելի վատ։ Դրա համար ավելի լավ է խլող տանես, եթե կարգ ես խախտել, պետք է տանես մուծես։ Ու իմիջիայլոց, եթե ամրագոտին գցած չես լինում, ոչ թե վարորդն է տուգանվում, այլ տվյալ անձը։ Տվյալ անձն է տուգանվում, Ռունիկի հետ էինք, հետևամասը, որ Ռունիկի հետ եմ լինում, հետևամասն եմ նստում, մեքենայի հետևի մասն եմ նստում, էլ չեմ գցում, շատ ժամանակ չեմ գցում, բայց հիմա այդ օրվանից հետո ինձ դաս ա եղել, հիմա աշխատում եմ, որ գցեմ, որ ավել տուգանք չլինի, որովհետև իսկականից այդ գումարը ոնց որ ափսոսում ես, իմաստ գումար ես տալիս, ինչի համար, որ դու ես կարգը խախտել ես, ոչ մի բան չես կարող անես ու անիմաստ տուգանվում ես, չգիտեմ, ամենայն դեպս այդ գումարը ափսոսում եմ, մեկ որ կորցնում ես, այդ ես ափսոսում, մեկ այդ անիմաստ տուգանքները, չգիտեմ, դրա համար պետքա կարգը իրոք չխախտեն, այստեղ եթե կարգը խախտեցիր, էսա, ձևը դա է, պետքա տուգանվես, մի խոսքով չես կարող ոչ մի բան անես, եթե ավել երկրորդ բառը չես կարող ավել ասես, որովհետև մեղավորը դու ես եղել։ Այս էլ իմ տուգանքների մասին, եղանակա սիրելիներս, հոյակապա, ոչ սուրտա, ոչ շոկա, ոչ, չգիտեմ, շատ մեղմ, լավ եղանակա, այս պահին 7 կեսա մեզ մոտ 14 աստիճան է, արտակարգ եղանակա։ Տեսեք, նույնիսկ երևում է, որ երկինքը գեղեցիկ է, բայց միևնույն է, օդի մեջ խոնավությունը շատ է, որովհետև տեսեք մազերս ուղեղացրը դուրս է եկել, հիմա արդեն ալիքոտվել է։ Արդեն ուշ է սիրելիներս, գնամ տուն,
Շնորհակալ եմ ձեր կոմենտների, լայքերի եւ բաժանորդագրվելու համար։ Մնացեք բարյավ եւ խաղաղ։